Zaten bir her şeyin yapıştı hemen nasıl bedellemedi. Hava ondan haber olur sana. Ben de bileyim. Bir baktılardır öyle mi? Ondan sonra başa düşür kimdi. Başa düşürüm. Ona karşı ben gözlerim hala. Hem de lazer yaxşı olur. Hiçle ellemi bilir ne olacak ona. Doktorda. Մի ժամ էլ ասում ես։ Դու ինքդ էլ ասացիր, որ լավ չի լսվում։ Այն մյուսն էլ այլազգի է։ Սար, բայց դեմքդ հուշում է, որ Շատ դժվար է այս խոսակցությունից ինչ-որ բան հասկացվում։ Մենակ են, որ թեման երկուսի համար էլ ծանոթ է, դա եմ հասկանում ու մասին են խոսում ինչ չեմ հասկանում։ Բայց ամեն դեպքում Սար։ Բայց ամեն դեպքում։ Սարա խոսա ինչ է եղել։ Հայի մասին են խոսում, որ մտել է Հայաստան հատուկ ծրագիր իրականացնելու համար ու շուտով իրենց հետ կապի է դուրս գալու։ Մենք պետք է խոսենք։ Ինձ թվում է դու էլ գիտես, խոսքը ինչի ու մասին։ Չէ, չգիտեմ։ Սարա, մենք առաջին տարին չի, որ համագործակցում ենք։ Ու չնայած քո երիտասարդ տարիքին մենք վստահում ենք քեզ։ Սա կարևոր պահ է։ Դու հանդիպում ես Մեհրան Գրիգորյանի հետ։ Հանդիպում։ Հանդիպել եմ։ Մեկ անգամ ընդամենը։ Ու դուք գիտեք ինչ նպատակով, ու գիտեք ինչ էի ուզում իմանալ։ Հա, գիտենք։ Քեզ ոչ ոք դրա համար չի մեղադրում։ Ուղղակի այս պահին Միրոն օտար ոչ մեկի հետ կոնտակտի դուրս չի գա։ Իսկ քեզ վստահում եմ։ Ինչից ենթադրեցիր։ Ինձ ընդհանրապես այս խոսակցությունը դուրս չի գալիս արդեն։ Միջև նրան հարցաքննելը ու ուղիղ հարցեր տալը, մենք պետք է հասկանանք, արդյոք մեր կասկածները տեղին են։ Մենք մի պահ դուրս գանք խոսանք, գանք։ Լավ։ Կներեք, դուք ձեզ վատ եք զգում։ Եղբայր, ինչ-որ բանով օգնեմ։ Ես Սուրենն եմ։ Ես Միրանն եմ։ Ասիկ ինչ-որ ձեր տնեցիներն ավելի լավ գիտեն այդ պատմության մասին։ Եթե դեմ չես, ես կարող եմ խոսել ձերոնց հետ։
Մի քանի կարևոր հարց ունեմ տալու։ Եկեք իմ հետ։ Եկեք, ես կուղեկցեմ։ Տանը մաման ամենակ, ինքը որոշ բաներ գիտի, իրականում տատս ավելի շատ բան գիտեր, շփվում էր, ճանաչում էր հարևաններին, բայց մայրս էլ պակաս չէր։ Ամենայն դեպս ինձանից շատ բան կպատմի ձեզ։ Ești la mer, beler ne olacak ona. Çok fazla. Հիմա արդեն գրեթե կասկած չկա, որ խոսքը Միհրան Գրիգորյանի մասին է։ Գրեթե թե հաստատ։ Որոշակի հարցեր կան, բայց իմաստ չունի ժամանակ ձգելու։ Մենք Գրիգորյանին պետք է մեր տեսադաշտի մեջ պահենք։ Հնարավորինս տեղյակ լինենք նրա հետագա պլանների ու շարժի մասին, բայց միևնույն ժամանակ կտրուկ քայլեր չեն կարող անել։ Դու անընդհատ կողքին կլինես։ Գոնե փորձիր մի անգամ խոսել հետ։ Փորձիր հասկանալ։ Դու փորձ ունես չէ նման մարդկանց հետ շփվելու։ Եվ հետո ինչքան հիշում եմ, առաջին մասնագիտությամբ դու հոգեբան ես։ Սարես մեր համար չի, ոչ իմ, ոչ քո։ Էս շատ լուրջ հարց է։ Վայ, լվաց վիարի, բալջան, քանի ճաշը տակա։ Մամ, ես մենակ չեմ։ Եկեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մամ ջան, այս մարդը մի քանի հարց ունի քեզ։ Ինչի մասին։ Մեր կողքի տան մասին, մամ, որ էլ չեն ապրում։ Ես Միհրանն եմ։ Արուս, համեցեք, ես մասուրջ կդնեմ։ Տվեք, կախեմ ձեր վերարկուն։ Սարա լավ մտածի։ Եղբորդ անվտանգությունը վտանգի տակ է։ Այսինքն Դու Միհրան Գրիգորյանին պատմել ես չէ եղբորդ մասին։ մենակ են որ գերի է։ Ուրիշ ինչ գիտի, ես չգիտեմ։ Ու հետո մինչև իմ պատմել ինքը արդեն տեղեկացված էր։ Ու եթե հանկարծ պարզվի, որ Միհրան Գրիգորյանը ուղղակի գերի չի, որ փախել է, կամ ուրիշ նպատակով աստեղ, դա նշանակում է, որ աղբորդ մասին ինֆորմացիան կարող է վատ անդրադառնալ աղբորդ վրա։ Ոնց։ Ասենք նենց, որ եթե իսկապես պարզվեց, որ այդ Միհրան Գրիգորյանը հատուկ առաքելությամբ է այստեղ, եղբորդ փաստը օգտագործելով քեզ կարա ներքաշի շանտաժի մեջ։ Իսկ դու փորձելու ես, չէ՞, աղբորդ չվնասելու համար ինչ-որ բան անել։ Ասա, որ հնարավոր չի, ասա։ Ու ասենք մի օր եթե մի նկար կամ վիդեո տեսնես, ու հաստատ կտեսնես, ու շատ վատ բաներ կտեսնես։ Երիքա։ Ես ընդամենը ուզում եմ, որ դու այս ամեն ինչի լրջությունը հասկանաս։ Եվ վերջապես դու մասնագետ ես, ու բարձրակարգ մասնագետ ես։ Հանուն եղբորդ։ Հանուն հերոսացած հորդ հիշատակի։ Սարա, ես խնդրում եմ և նաև պահանջում։ Աշխատի մեզ հետ։ Օգնի ժամանակին կանխենք այդ դավադրությունը։ Ես պետք է մտածեմ, կներեք։
հանգիստ եղեք։ Մաման ինչ գիտի կպատմի։ Սա ձեր սուրճը։ Ինչ գիտեմ, սկեսուրից պատմելով գիտեմ։ Կարող է ինչ-որ տեղ մի բան սխալ լինի։ Չի ուզնացես վադրության մեջ դնել։ Մի բան ասեմ, հետո պարզվի սխալվել եմ։ Ոչինչ, դուք պատմեք, ինչ գիտեք, ինչ լսել եք պատմեք։ Այդ տանը տատ ու թոռ էին ապրում։ Իմ իմանալով այդ երեխեն հերն ու մեր չուներ, մահացել էին։ Տատն էր խնամում։ Սկեսուրս այդ կնոջ հետ շփվում էր։ Միշտ գալիս պատմում էր, որ չնայած դժվարությունների լավ աղջիկա դաստիարակել։ Այդ ժամանակ ես նշանված էի։ Նոր գալիս գնում էի։ Ես ընդամենը մի հարց ունեմ։ Ես ուզում եմ իմանալ, թե որտեղ է Լուիզա, մնացած է ամեն ինչի մասին գիտեմ։ Հա, հիշեցի։ Աղջկան Լուիզ էր։ Դուք բարեկամ եք, թե ուղղակի ծանոթ։ Չնայած ինչ եմ հարցնում, այդ տուն այնքան քիչ մարդ էր գնում գալիս։ Այսքան տարի է անցել, այդ ընտանիքի ճակատագրով ոչ ոք չի հետաքրքրվել։ Գիտեք, մեկ-մեկ մտածում եմ, այդ տունը ինչու չեն ծախել։ Մնացել է որինչ դատարկ։ Ես Հայաստանում չէի, նոր եմ եկել։ Ուղղակի ուզում եմ իմանալ որտեղ է Լուիզա։ Դե ձեր տղան ինձ պատմեց, որ Լուիզա Ինձ համար էլ շատ ծանր հիշել է դեպքերը։ Դաժան ճակատագիր ունեցավ այդ աղջիկը։ Սկեսուրից պատմելով մի տղայի հետ էր հանդիպում։ Հետո հղիացավ։ Ճիշտ է, հարսանիք բան չեն արել, տղան սուսուպուս տարել է տուն, հորն ու մոր մոտ։ Ինքն էլ գնացել է պատերազմ։ Էլի եմ ասում, ինչ գիտեմ, սկեսուրից պատմելով գիտեմ։ Հետո թե ինչ եղավ, ինչ խոսակցություն եղավ, տղայի ծնողները աղջկան տանից դուրս են հանել։ Տղան էլ կարծեմ զոհվել է պատերազմում։ Այդպես էին ասում, չգիտեմ ճիշտ թե սուտ։ Հետո երևի այդ խեղճ երեխուն տատն էլ չի ուզեցել հետ ընդունել։ Պատկերացնում եք, բալկոնում կախված են գտել։ Այդ աղջիկը Լուիզը ձեզ հարազատ մարդ է։ Ես ասեցի, այն ինչ գիտեմ, ինչ լսել եմ։ Միran Միրոն տանը չի իզուր ես եկել։ Ես ձեզ մոտ եմ եկել տիկին Անահիտ։ Մենք պիտի խոսենք։ Այն օրը դուք ասացիք, որ խախտել եք լռությունը Միրոյի համար։ Հիմա էլ ես իմ համար չեմ եկել։ Միրոյի համար եմ եկել։ Սա ձեր փաստաթղթերը ես ես կզանգահարեմ։ Մի եղավ, շնորհակալություն։ Հաջողություն։ Հաջողություն։ Ան հեռախոսը տա։ Ոնց էի մոռացել։ Ինչ որ բան է եղել։ Չխոսակ։ Հա, մամ ջան։
Ան ես արդեն դուրս եմ գալիս, կես ժամից այդտեղ կլինեմ։ Ես էլ եմ արդեն դուրս եկել, ճանապարհին եմ, հեսա կհասնեմ կզանգեմ։ Լավ, մամ ջան։ Հիմա կարեք շարժվենք։ Ես ահավոր ուշանում եմ, ես այսօր պետք է գնայի Հարսանյան սրած, պետք է շորս փորձեի, բայց ես ամեն ինչ մոռացել եմ, ամեն ինչ մտքիցս թռել է։ Բան չեմ մոռացել։ Հա։ Լավ, ես գնացի։ Ճանապարհ եմ։ Չէ, պետք չի, տաքսի կկանչեմ, ձեզ վաղը կհանդիպենք։ Ես ինչ լավ ես դիմավորում։ Ոնց էի կարոտել։ Ես էլ քեզ։ Բայց չեմ կարող երկար մնամ, որովհետև մաման ինձ է սպասում, պետք է գնամ։ Ուր եք գնում, ես քեզ կտանեմ։ Գնում ենք Հարսի շորը փորձելու։ Ես քեզ կտանեմ։ Չի կարելի։ Դու չպետք է շուտ տեսնես, այդ վատ նշան է։ Լավա գոնե Հարսից թողել են մինչև հարսանիք տեսնել։ Լավ, ես վազեցի։ Ան, մամային խոստացել եմ այսօր օֆիսից ուշ եմ դուրս գալու, որ վերջացնեք, զանգի գոնե կամ ձեզ տուն տանեմ։ Լավ։ Ոնց ասես։ Միրոն կարող է հիմա գատուն, չեմ ուզում, որ ինքը քեզ այստեղ տեսնի։ Միրոն միամտորեն կկարծի, որ եկել եմ ընկերոջս տեսնեմ։ Ինքը ոչ մի բան չգիտի։ Ու չպետք է իմանա։ Ես արգելում եմ քեզ խոսել անցյալից, հիշել անցյալը։ Լսում ես։ Ես չեմ կարողանում ապրել է նորից, երբ իմացա, որ Միրոն վերադարձել է։ Կյանքս հետ է գնում, անցյալ։ Ու ես ամեն օր ապրում եմ, ոնց որ անցյալից մի օր։ Դուք ոնց եք կարողանում ապրել։ Մենք ոնց ենք կարողանալու այս ամենի հետ ապրել, այս կեղծիքի, այս ստի։ Էլ ինչ նոր բան պիտի հորինենք, որ փրկենք մեզ։ Ես իմ երեխուն եմ փրկում։ Թողեք խոսեմ տիկին Անահիտ։ Ես ուզում եմ խոսել։ Լսում եմ։ Ես այն ժամանակ էլ կարող էի խոսել։ Բայց մեր շահերը համընկնում էին, ու ես օգտվելով առիթից լռեցի։ Ու հիմա էլ պետքա շարունակես լռել։ Չեմ կարող։ Ես ձեզպես ուժեղ չեմ։ Գիտեք, Լուիզը։ Այդ անունը չտաս։ Լուիզը խելագարի պես սիրում էր Միրոյին։ Իր համար օրը սկսվում էր ու ավարտվում էր Միրոյով։ Ու ինքը ինձ սկսեց ատել։ Այն օրից, երբ իմացա, որ սիրում եմ իրան, որ իր հանդեպ զգացմունքներ ունեմ։ Ու ինքը ինձ ատում էր նաև իմ դավաճանության համար։
Մայիս, գնա իմ տնից։ Լուիզը ինձ երբեք չի սիրել։ Առավել եւս, մեր մեջ ոչինչ չի եղել։ Լուիզը ատում էր ինձ։ Ինքը ինձ երբեք հույս չի տվել, որ մեր զգացմունքները գուցե հետագայում փոխադարձ լինեն։ Հա, ինքը ինձ չէր ներում։ Գիտեք, ես հատուկ էի գալիս համալսարան։ Հա, որ դուք մեզ միասին տեսնեք։ Ես այդ ժամանակ չէի էլ գիտակցում հետևանքների մասին։ Չնայած գուցե նաև մտածում էի։ Լռիր։ Մի խոսամ։ Գնա Մայիս։ Ես եմ եղել սխալ։ Ես։ Լուիզը մի գրամ անգամ մեղավորություն չունի։ Ոչ ձեր առաջ, ոչ էլ Միրոյի։ Հերիքա։ Կհանդիպեմ հետը։ Սարա, հավատա դու շատ ճիշտ որոշում ես կայացրել։ Ոչ մի բան մի ասա էլ, խնդրում եմ։ Ես ձեզ շատ լավ հասկանում եմ։ Դուք չեք ուզում, որ Միրոն իմանա, որ իմ պատճառով եք Լուիզին տնից դուրս անել, որ ես կապ ունեմ այս պատմության հետ։ Դուք ուզում եք, որ Միրոն նորից ապրել սովորի, սկզբից, մաքուր էջից, առանց անցյալի։ Մաքուր էջ չկա Մայիս, երբ որ կյանքիդ վրա խզբզում են, էլ չես կարող մաքրել, սպիներ են մնում։ Ախր հասկացեք, Միրոն չի հանգստանում, Միրոն հարցեր է տալիս ու չի հանգստանա մինչև չիմանա ճշմարտությունը։ Իսկ ես չեմ ուզում իմ մեղքերի վրա նորերը ավելացնեմ։ Չեմ ուզում, չեմ կարող։ Ես եկել եմ, որ խնդրեմ ձեզ օգնեք ինձ։ Ես էլ չեմ կարողանում այս ստի մեջ ապրեմ, ասեք ինձ ոնց, ախր կամ ես ոնց Միրոյին բացատրեմ, որ Ռազը չի ուզում մերս ստեսնի, որովհետև Ինչ Մայիս։ Լավ եք։ Լավ եք։ Բարև ձեզ։ Լիլի, մաման ասաց, որ կարևոր գործեր կա ու դու դրա մասին տեղյակ ես։ Կբերես, որ նայեմ։ Ես այսօր շատ գործեր ունեմ։ Կլինի ամելին բերի։ Չէ, չի լինի։ Դու կբերես, որ ես նայեմ։ Որովհետև ինչ, Մայիս, շարունակի։ Ռազը, Միրո։ Մայիսն ու Ռազը քո համար են վիճել, Միրո ջան։ Մայիսը համակերպվել էր արդեն այն մտքի հետ, որ դու չկաս, իսկ Ռազմիկը շարունակել է քեզ փնտրել։ Մայիսը էդ էր ասում։ Լավ հնարեցիր։ Մի նայի տենց դեմքիս։ Ես քեզ չհավատալու բոլոր հիմքերն ունեմ, այսինքն ձեզ չհավատալու բոլոր պատճառներն ունեմ։ Միրո ջան,
Մամա, այն անգամ ես հոսպիտալում քեզ հարց տվեցի ու դու խուսափեցիր այդ հարցի պատասխանից։ Մի անգամ էլ տանն եմ հարցրել, էլի չես պատասխանել։ Հիմա հարցնում եմ ու ճիշտն ասա։ Ուր է Լուիզը, մամա։ Մամա, որտեղ է Լուիզը։ Լավ։ Ուրիշ կերպ հարցնեմ, որ հանկարծ չփորձեք ինչ-որ բան հնարեք, գոնե ես ինձ խաբված չզգամ էլի։ Լուիզը մահացել է։ Փաստորեն եկածս օրվանից խաբում եք էլի ինձ։ Մտածում եք ներկա չունեմ, անցյալս էլ առանձնապես ես իմ ինչ չի, հիմա ոնց հորինեք կյանքս տենց էլ կապրեմ էլի։ Յա խոսեք, մի բան ասեք։ Լուիզը մահացել է։ Լուիզը չի մահացել, Միրո։ Խաբում ես, մայիս։ Լուիզը ինքնասպան է եղել, կախվել է։ Չեմ խաբում, Միրո։ Լուիզը փորձել է ինքնասպան լինի։ Բայց ես իմացել եմ դրա մասին ու ճիշտ ժամանակին հասել եմ իրանց տուն ու չեմ թողել, որ ինքնասպան լինի։ Իսկ ինչի է Լուիզը որոշել տենց բան անի։ Էդ ինչ պիտի եղած լինի, որ Լուիզը որոշի իր վրա ձեռք բարձրացնի, մեր երեխու վրա ձեռք բարձրացնի։ Մենք քեզ չցավացնելու համար ենք այսքան մասը բաց թողել, բայց մենք քեզ չենք խաբել։ Նորից եմ հարցնում, ինչի է Լուիզը որոշել ինքնասպան լինի։ Չգիտեմ։ Ես գիտեմ, որովհետև մերս որոշել է իրան տնից դուրս հանի։ Ու մինչև իր տղեն կյանքի ու մահվան կռիվ էր տալիս, մերս իր տղուն սպանել է։ Ես մտածում եմ իմ գերության առաջին օրվանից եմ մեռած, բայց բանից պարզվում է, որ մերս իր տղին ավելի շուտ է թաղել։ Իրո։ Ինչ Միրո։ Ինչ Միրո։ Ինչ Միրո։ Այն պահից, երբ որ դու իմ կնոջն ու քո թոռանը դուրս ես արել տնից, մամա, այդ պահից դու ինձ սպանել ես։ Գոնե մտածել ես մի վայրկյան, ես կամ հետ եմ գալու, բա որ գամ հարցնեմ ուր է Լուիզը, ուր է երեխես, ինչ ես պատասխան տալու։ Ինչ ես պատասխան տալու, մամա։ Միրո։ Ես Լուիզին ու երեխուս բերել եմ ստեղ։ Վստահ եմ եղել, որ տեր կկանգնեք, իսկ դուք ինչ եք արել։ Վերցրել ու դուրս եք շպրտել։ Ու հասցրել եք այն օրվա, որ ինքնասպանություն գործի։ Ինչի համար, մամա, ինչի համար ես քեզ խնդրել էի, չէ։ Ես ձեզ խնդրել էի, չէ, մամա։ Ով ձերքես, մայիս, չկպնես ինձ։ Մայիս մի թողնա։ Ասում ես մի թողնա, մայիս։
Ինչ է եղել, Միրո։ Ոչ մի բան։ Եկել էի խոսեի, անցած անգամ ինձ թվաց Ես էլ ուզում էի քեզ գտնեի։ Հուսով եմ ինձ կօգնես, մի հատ շատ կարևոր մարդու պիտի գտնեմ։ Իմ հարազատները չեն ուզում օգնած լինեն։ Ես քեզ կօգնեմ։ Բայց ոչ տանը, էլի գնանք ուրիշ տեղ, թեկուզ այն անգամ որտեղ էինք նստել այդտեղ։ Խնդիր չկա, արիքնակ։ Վերջացրել ես Ամելի։ Դուրս գանք։ Հա։ Ես քեզ կիչացնում, լավ։ Չէ, պետք չի, ես երթուղայինով կգնամ։ Ամելի, ամեն անգամ պետք է համոզեմ, ինձ դժվար չի, ես քեզ կիչացնեմ։ Լավ։ Դու էլ ես գալիս։ Չէ, ես դեռ չեմ համոզել։ Ես ինչ դերասանություն ես անում։ Դերասանություն չի։ Ես ասացի ամեն ինչ վերջացել է։ Ես ես չեմ կարող։ Անահետը գնացել է հարսի շորընտրի։ Ես ինձ վատ եմ զգում։ Նոր ես սկսել քեզ վատ զգալ։ Վերջացրու։ Լիլի։ Դե ես այն ժամանակ էլ գիտեի, որ գնալու է Ամերիկա։ Բայց որ ծանոթացանք, մտերմացանք, պայմանավորվեցինք, որ Ամերիկան մոռանալու է։ Ախր դա հիմա շատ հեշտ գործ է, եթե իհարկե։ Ինձ համար դժվար է։ Հասկանում եմ, բայց այսօր տեխնոլոգիաներ կան, սոցցանցեր կան, ու եթե մարդը Կօգնես։ Չես թողնում խոսքս ավարտեմ։ Նկատի ունեմ, եթե մարդը ուզում է, որ իրան գտնեն։ Հասկանում ես, հնարավոր է ինքը թաքնված է։ Հնարավոր է ամուսնացել է ու փոխել է ազգանունը։ Ես հասկանում եմ, որ հիմա շատ ծայրահեղական բաներ եմ ասում, բայց ամեն ինչ պետք է հաշվի առնել, Միրո։ Խնդրում եմ փորձի էլի Սարա։ Ես պետք է իմ հաշիվները փակեմ անցյալիս հետ։ Պիտի փակեմ, որ կարողանամ ներկան ընդունել։ Չնայած երբեմն ինձ թվում է, որ դժվար էլ կարողանամ ընդունել ներկան։ Որ եթե իսկապես պարզվեց, որ այդ Միրան Գրիգորյանը հատուկ առաքելությամբ է այստեղ, եղբորդ փաստը օգտագործելով քեզ կարա ներքաշի շանտաժի մեջ։ Սարա։ Հա։ Ասիր, որ եղբորդ նկարներն ես ցույց տալու։ Ճիշտն ասած, ես այնտեղ շատ մարդ չեմ տեսել, բայց պատահել է, երբ ասենք մեզ տեղափոխել են, գիշերը միտեղ հավաքել են, փակել են, մի քանի հայի այդպես տեսել եմ։ Հիմա նկարները մոտդ են։ Չէ։ Ափսոս։ Հաջորդ անգամ։ Ինչ արեցիր։ Անզգույշ եմ կներես։ Հիմա ինչ եղավ։ Դե լավ էլի։ Մոռացա դնել Մարկոսյանի սեղանին, վաղը կգա ու կմտածի, որ ոչ մի բան չեն կարել։ Դե տար արի, ինչ ասեմ։ Լավ։ Արի, կգամ։ Մենք վերջացնում ենք այս ամեն ինչը։ Իհարկե ես քեզ չեմ մեղադրում,
որովհետև ես էլ եմ քո հետ հավասար մեղավոր։ Բայց հիմա իսկապես պահն է։ Ես աշխատանքից էլ դուրս կգամ, որովհետև չեմ պատկերացնում ոնց եմ ամեն օր քեզ այստեղ տեսնելու։ Ու ոնց ես դիմանալու իմ հմայքին։ Աբուլ, մենք ահավոր սխալ ենք անում։ Անահիտ իմ ընկերուհին է։ Չկա տենց բան։ Անահիտը չի կարա քո ընկերուհին լինի։ Դուք տարբեր մարդիկ եք ու չփորձես համեմատվես։ Կներես։ Կներես։ Ես տուն եմ գնում։ Ինչի է ինձ թվում, որ եթե ես քեզ մատով կպնեմ, դու որոշումդ կփոխես։ Փորձենք, տեսնենք ինչ ուժեղ է որոշումդ։ Կներեք։